Օրվա լրահոսից Փարեզի դատարանն այսօր կքննի Սարկոզիին ազատ արձակելու հարցը։ Ինչն ուշագրավ, Ֆրանսիայի նախկին նախագահ երբեք չընդդիմացավ ֆրանսիական արդարադատությանը, չէ՞։ Բնականաբար օրենքը ամեն բանի վեր է, այսպես օրինաց երկիրներու մեջ, բայց անշուշտ ամեն միջոցները պիտի կործածե, որպեսզի կարողանա այդ բանդի մեջ չանցկացնել իր բադիժը։ Այսօր ուրեմն ազատ արձակված է, բայց չի նշանակել, որ հարցը վերջացած է, որովհետև Սարկոզիի թադավարությունը բազմաշերտ է եւ քանի թադավարություններ կան իրարու հաջորդող, գիտեք հաջորդ թադավարությունները ինչ արդյունք պիտի տան եւ ինչպես պիտի շարունակե իր գլանավորման միջոցը։ Հիմա պետք է զուգահեռ անցկացնեմ հայկական իրականության հետ, Տիկին Իլդա։ Հայաստանի երկրորդ եւ երրորդ նախագահներն են գտնվում դատական վարույթներում, տարբեր առիթներով, բայց հանրային հետաքրքրությունը այդ դատական process-ի նկատմամբ կարծես կորել է, որովհետեւ դրա ծայրը չի երևում։ Համեմատելի են այդ process-ները։ Ես գնում Ֆրանսիայի մասին խոսիլ, Ֆրանսիայի դատական համագարկը շատ տանտաղած է, որովհետեւ իր միջոցները բավական սահմանափակ են եւ շատ մտադավարություններ կհետաձգվին կամ շատ կերկարացկվին։ Հավանաբար Հայաստանի բարական դարբեր է։ Ես կգարձեմ, որ Հայաստանի մեջ այլևս նաեւ վստահության խնդիր մգա հասարակության կողմէ, թե դատական համագարկը երբ օրինակ Սամվել Գարաբետյան կամ որևէ մեկը արտահայտություն մգնեն եւ այդ մեկ արտահայտության համար կփանդարգվին, կցերպակալվին եւ կթատվին, ուրեմն կգարձեմ, որ եւ նոր բաներ կգտնեն, նոր մեղադրանքներ, բոլորովին դարբեր մեղադրանքներ, առաջին օրվա մեղադրանքներեն անգախ, կգարձեմ, որ հասարակության մեջ որոշ չափով այլևս զգուշություն կա դատական համագարկի հանդեպ եւ դատական համագարկը ըստիս սկսած է այլևս ժողովրդի վստահությունը գործընծնել։ Տիկին Հիլդա, խոսել են վերջին օրերին եւ երկրորդ եւ երրորդ նախագահները, սկզբից երրորդ նախագահը խոսեց, հետո նախկին երկրորդ նախագահը։ Նրանք իրար դեմ են մրցում, ինչ է ձեր տպավորությունը, թե գլխավոր հակառակորդի գործող իշխանության դեմ։ Ինձ համար բավական դժվար է այդ խնդիրները մեկնաբանելը, որովհետև դերովին վրա չեմ գտնվի եւ որքան որ գործեմ հետևիլ։ Լսել ես նրանց այս օրերին։ Շատ գարչ դիտեցի երկու հարցազրույցները, շատ բզդիկ հատվածներ դիտած եմ միայն, դժվար է ինձ համար այս բանը, բայց ըստ երևույթին երկու նախագահներու միջև այսպես բան մգա, թշնամական մեկ մթնոլորտ գոյություն ունի երկուքի միջև, որ իսկապես կգարձեմ անդերի մեկ բան է, այսօրվա իրավիճակը նկատի առնելով շատ անդերի մեկ վերաբերմունք է, դժվար է ինձ համար այս բանը մեկնաբանելը, բայց ըստիս հարցերը եւ նույն բանը կարելի է ասել վարչապետի վերաբերմունքի մեջ, հարցերը այնքան խորն են այսօր եւ այնքան այսպես օրհասական բանի մեջ կգտնվի Հայաստանի վիճակի մեջ կգտնվի եւ ոչ միայն Հայաստան, բայց ամբողջ աշխարհի այս տակնու վրա վիճակը նաեւ Հայաստանի վրա շատ մեծ անդրադարձ ունի, որ այս բաները փոքրիկ թշնամանքները, ներքին խնդիրները եւ այլն բոլորովին իրենց իմաստը կգործընծնեն այլևս։ Օրինակ կտեսնեմ, թե իշխանությունը ինչ կփորձի անել, մասնավորապես վարչապետը ինչ կփորձի անել հայ եկեղեցու հանդեպ, իսկապես ոչ միայն անդերի կգտնեմ այս վերաբերմունքը, որ ներքին թշնամանքը ավելցնելու, ներքին այս բաները հատվածական իրավիճակը ավելի խորացնող այս
այս ոճը գկարգեմ բոլորովին անդերի եւ շատ վնասակար կգտնեմ այսօր։ Ապաշրջափակման առաջին օրինակները երևի հետևել եք Տիկին Հիլդա։ Ինչի մասին են վկայում։ Նկատի ունեմ երկաթուղով Հայաստան բեռների փոխադրում Ադրբեջանի տարածքով, Վրաստանի տարածքով աշխատում է մի բան, որը 3 տասնամյակ կամ ավելի չի էլ գործել։ Գիտեք, բաներ կան, ժամկետներ կան, քաղաքական ժամկետներ գոյություն ունին։ Մի քանի ժամկետ կա, օրինակ վարչապետի հանդիպումը Սպիտակ տան մեջ Ամերիկայի նախագահի հետ, ընդդիմությունները եւ այսինքն բաներ կան, շատ հաշիվներ կան այս բոլորի մեջ, որ ինձ մտածել գուտան, որ այս բոլորը անշուշտ որ վերջնական չի գտնար երևույթը ստանալ, բայց գրնա բադահիլ, որ այսօր, այսինքն այս օրերուն, Ադրբեջանը շահ ունի, որ այս բաները, այս գործողությունները կատարվին ռուսական, չեմ գիտեր Ղազախստանի բեռնադարները Հայաստան հասնին եւ այլն, այս գարձեմ որ ժամանակի մեջ շատ ներ ժամանակի մեջ պետք է տեսնել այս բանը, այս գործողությունները, որովհետև պայմանները չեն լրացած, որ երկարադեպ այսպես գործընթաց մըլա։ Անշուշտ պետք է հուսալ, պետք է սպասել, բայց եթե մենք սառը մտքով դիտենք այս, դիտարկենք այս բոլորը չենք կրնար հույսեր գաբել, որ այսօր, որովհետև այսինչ բանը բադահեցավ, պիտի շարունակվի ժամանակի ընթացքին այս գործընթացը պիտի ընդլայնի եւ այլն եւ այլն։ Գիտնալով Ադրբեջանի քաղաքական մշակույթը, գիտնալով Ադրբեջանի իշխանություններու այսօրվա վարած քաղաքականությունը թե ներքին եւ թե արտաքին ճակատի վրա կգարձեմ, որ հաշվարկները այնպես մի եղած են, որ Ադրբեջանը այսօր թույլ կտա այս բոլորը անելու, սա իսկապես իմաստ չունի երկարադեպ կամ միջին ժամկետի վրա կարելի չէ այսպես ընդհանրացնել եւ գարձել, որ պիտի շարունակվի։ Ժամանակները շատ խախուդ են եւ այսօրվա իրավիճակը իսկապես շատ խախուդ է այսօր եւ Հայաստանի եւ տարածաշրջանի եւ ընդհանրապես արևելք-արևմուտք հարաբերություններու մեջ։ Այսինքն Տիկին Հիլդա, այնինչ տեղի է ունենում հակամարտության կարգավորման հետ որևէ աղերս չունի։ Հավանաբար, գիտեք, այս հակամարտության կարգավորման խնդիրը մի քանի այսպես երևույթ ունի։ Մեկ մասը խոսույթի բանն է, երևույթն է, մյուս մասը իսկական գործընթացներն են, որոնք ուղղակիորեն առնչված են համաշխարհային շարժումներու, խոսույթի առումով, այսինքն երևույթ, այո, գաբունին, բայց գրգին հնարավոր չէ երևակայել եւ պետք չէ երևակայել, որ այդ խոսույթը իրականության մեջ միակ երևույթն է, միակ իրականությունն է։ Յետին այդ խոսույթի յետին եւ այս գործողություններու յետին կան ուրիշ հաշվարկներ, որոնց մասին կարելի է մտածել եւ որոնց մենք քարապար ունենք այդ մասին, բայց իմ կարծիքով այդ Միացյալ Նահանգներու մեջ տեղի ունենալիք հանդիպումները նաև պատճառները մեկն են այս սահմաններու ապաշրջապակման իբրև թե ապաշրջապակման, այսինքն շատ սահմանապակ մեկ գործողության առնչությամբ։ Լավ, իսկ որ օրակարգում եք տեսնում Բաքվում պահվող անձանց խնդիրը, Տիկին Հիլդա։ Իմ կարծիքով Բաքվի մեջ մնացող ուրեմն գալանավորված հայերը, որոնք իրականության մեջ pedagogan բադանտներ են, այդ իմաստով, որ Ադրբեջան պայմաններ գտնե, որպեսի որոշ, ոչ բոլորը, բայց որոշ քերիներ ազատ արձակվին։ Մի քանի շաբաթ առաջ խոսվեցավ 10 քերիներու մասին, որոնց մեջ Արցախի նախկին ղեկավարությունը չգար։ Ուրեմն ես կգարձեմ, որ սա եւս Ադրբեջանի արևդուրի մեկ բան է, խնդիր է,
որովհետև Ադրբեջան որոշած է այս բոլոր գործողություններում մեջ նույնիսկ Թրամփի ճանապարհի խոսակցություններու եւ բանակցություններու մեջ վերջ տնել Արցախի իրականության Արցախի իրավունքի Արցախահայության իրավունքներու եւ այլն եւ Արցախի պատմության վերջ տնել այս բոլորը գկարծեմ որ իրարու հետ սերտորեն կապված են գփորձե ես կգարձեմ որ Ադրբեջանը պիտի փանդերու մեջ պիտի բահե ղեկավարությունը եւ հավանաբար այդ 23-ին մի քանի հոգին ազատ պիտի արձակե ուրիշ պայմաններու թիմած այսինքն Հայաստանի զիջումներու թիմած եւ կգարձեմ որ արդեն դեպի այդ ուղղված ենք որովհետեւ մինչեւ հիմա Հայաստանի եւ Ադրբեջանի արդեն իսկ արձանագրած հարաճ թիմությունները գկարծեմ որ Ադրբեջանի պայմաններով եղած են Հայաստան պայմաններ չդրած այս բոլորի մեջ մյուս բոլոր պայմանները որոնց մասին Հայաստան որոնց ընդդիմացավ Հայաստանի իշխանությունը այսօր իրականություն դարձած է այդ վերջին երկու պայմանները որոնք Հայաստանը ընդունած է մասնավորապես Մինսկի խումբի լուծարումը եւ նաեւ թադական հայցերու հետ քաշումը կգարձեմ որ ցույց կտան որ Հայաստան իսկապես ոչ մեկ պայման չի դներ Ադրբեջանի արչեւ եւ Ադրբեջանի պայմանները որ գընդունվին Հայաստանի կողմէ ես շատ մեծ նվաստացում եմ մեզի համար Տիկին Հիլդա մյուս կողմից Բաքվում ընթացող դատավարությունը իրավական բոլոր խախտումների շեմը հատել է Ինչու չկա դրա համապատասխան միջազգային վերաբերմունքը դրա Նայեցեք ես կգարձեմ որ միջազգային հանրությունը այսօր շատ մեծ ճգնաժամի մեջ կապրի երկրորդ պատերազմին բխած այդ բոլոր օրինականությունը այսօր խախտված է եւ մոտավորապես 10-15-20 տարի է վեր զանազան երկիրներում մեջ այս բացարձակ իշխանություն բարդացրող այս անձնավորությունները սանցարձակ կգործեն սկսելով Էրդողանեն վերջացնելով Պուտինեն եւ այսօր Միացյալ Նահանգներու որ աշխարհի ամենամեծ ժողովրդավարական երկիրն է Միացյալ Նահանգներու մեջ նույն բանը կգադարվի այնպես որ միջազգային համագարկի վրա հույս տնելը կգարձեմ այլևս անհեթեթ է ճիշտ է որ մենք տակավին որովհետեւ ուրիշ լուծում չենք գտնել քաղաքական լուծում չենք գտնել եւ քաղաքականապես շատ տգարացած է Հայաստան եւ մյուս բաներու վրա անշուշտ դիվանագիտական քաղաքական եւ նաեւ ուրիշ պաշտպանական եւ անվտանգային բաներու մեջ խնդիրներու մեջ մենք միշտ կփորձենք հուսալ որ համաշխարհային այսպես համագարկը մագը եւ գամ չեմ գիտեր համաշխարհային թադարանները եւ այլն պիտի միջամտեն այսօր այդ միջամտությունները իրենց ուժը գործընծուցած են շնորհիվ ճագերդի մեջ առնված Միացյալ Նահանգներու երկար դարիներու վարած քաղաքականության հանդեպ միջազգային համագարկին Եվ այսօր վրա պետք է ավելցնել Պուտինի անձնավորությունը, Պուտինի վարած ագրեսիվ քաղաքականությունը, պետք է ավելցնել նաև Թուրքիո նոր նկարդումները, այսպես դարաձաշրջանային ուժեն վերածվելու համաշխարհային մասշտաբի ուժի եւ անշուշտ մեր բարակային Ադրբեջանի նկարդումները, որ այլևս կփորձե եւ որոշ չափով կհաջողի անշրջանցելի մեկ ուժ դառնալու տարածաշրջանի մեջ։ Հետևաբար գարձեմ որ այլևս այդ հույսերը պետք է անշուշտ որ պետք է աշխատել այդ ուղղությամբ, բայց մեր բոլոր հույսերը պետք է տնենք այդ համագարկի վրա, միջազգային համագարկի, որ երկրորդ պատերազմին վերջ գործեց մոտավորապես 50 տարի եւ այսօր իսկապես այսօր վիճելի մեկ բան է, այսպես վիճելի աստեցություն բանեցնող մեկ համագարկ է։
հայ-ադրբեջանական հարաբերությունների բարելավմամբ ամենաշատ ոգևորվածը դուք ինչպես նշեցիք Թուրքիան է։ Էրդողանը առիթը բաց չի թողնում այդ մասին խոսել։ Իրականում այդպես է։ Ոչ, անշուշտ որ ոչ։ Սա իսկապես շատ անմեղսունակ պետք է լալ որովհետեւ ադոր հավատալ Թուրքիո իսկական էությունը եթե ճանաչողներ կան աշխարհի մեջ այդ ճանաչողներուն ամենամեծը հայությունն է մենք է որ գիտենք թե Թուրքիան ինչերու կարող է ես միշտ կգտնեմ Սուրիո բարական Սուրիայի հետ Թուրքիան այնքան համերաշխ սկսած էր աշխատել եւ այնքան մեծ բանի մեջ երկխոսության մեջ էր որ երկու նախագահները իրենց ընտանիքներով միասին արձակուրդի կմեկնեին եւ Ասադի մասին է խոսքը եղբայր գոչեին զիրար դեսանք թե Թուրքիան ինչ էր Սուրիո մեջ եւ այսօր դարաբին կփորձե ոչ թե կփորձե որոշ չափով հաջողած է բայց նաեւ կփորձի ամբողջական հսկողության դագարնել Սուրիան հետևաբար Թուրքիո այս խանդավառ ոչին հավատացողներ պետք է գարձեմ ռեալ քաղաքականության դասեր առնեն։ Այսինքն հայ-թուրքական սահմանի բացումը դա չի նշանակի ինչ էլին։ Հայ-թուրքական սահմանի բացման համար Հայաստան պետք է շատ մեծ պատրաստություններ տեսնի, որու հերանեկարը չեմ տեսնել ես այսօր, որովհետև սահման բանալ չի նշանակել, որ Թուրքիա պիտի իր Հայաստանը ջզմելու եւ Հայաստանը իր մեկ արփանյակի վերածելու քաղաքականությունը պիտի դադրեցնե իբնե Թուրքիո քաղաքականությունը միշտ այդպես եղած է եւ այսօր առավել ադոր վրա ավելցած է գայսերական խոսույթը Թուրքիո մեջ եւ գայսերական գործողությունները կացեք նայեցեք թե ինչ կբադահի ապրիեի մեջ այսօր ինչ կբադահի արաբական երկիրներու մեջ մասնավորապես մաղրեբի երկիրներու մեջ նաեւ ես կգարձեմ որ Թուրքիո հանդեպ շատ նուրբ քաղաքականություն պետք է Հայաստանի կողմէ բայց երբեք պետք չէ երևակայել որ Թուրքիան կգնա Հայաստանի համար լուծումը լալ Հայաստանի այս դակնապներու համար Թուրքիան չի գնար լուծումի վերածվել որպես լուծում չեն գնար դիվել Թուրքիան վերջապես պատմության դասերը պետք է քաղել եւ պատմության դասերը ոչ միայն ցեղասպանությունն է այլ դարաձաշրջանային քաղաքականությունն է Թուրքիո կողմէ օրինակ Հունաստանի հանդեպ մարդիկ որոնք խոսին Հունաստանի եւ Թուրքիո համերաշխ հարաբերություններու մասին պետք է գիտնան որ այսօր Հունաստանը ինքնին կպատրաստե որևէ օր թուրքական հարձակումը Իսրայել նույն բանն է այնպես որ ոչ մեկ երկիր չկա Թուրքիային զատ կամ Ադրբեջանին զատ թերևս որ Թուրքիո կողմէ կարելի է հուսալ կարող են հուսալ այսպես բարեացավ կամ մեկ քաղաքականություն իսկ Հայաստանը առավել եւս պետք է ուշադիր լա այս խնդրին